մեծարգո վարչապետ, ուղղակի ուզում եմ մեր գործընկերներին եւ հանրությանը տեղյակ պահել, որ տարիքային համանման շեմ գործում է նաեւ քրեակատարողական ծառայողների համար ու արդեն իսկ ունենք նախագիծ, որով որ այդ շեմը վերացնում ենք եւ շուտով կներկայացնենք կառավարության քննարկմանը, այսինքն քրեակատարողական ծառայությունը եւս ազատականացնում ենք այն առումով, որ մեր քաղաքացիները անկախ տարիքից կարողանան դիմել եւ համալրել ծառայողների շարքերը։ Հիմա որ այդքան ասցիք, ուրեմն ավելի բաց եմ թեման։ 65 տարեկան մարդը կարա դիմի եւ ընդունվի աշխատանքի։ Պարոն վարչապետ, 65 տարին լրացած մարդը արդեն կենսաթոշակի տարիքի շղթայի մեջ է անցնում, այսինքն պիտի դրանից հետո անցնի կենսաթոշակի։ Բա մենք ռազմավարության մեջ ժողովրդագրության նաեւ ընդունել ենք, որ մենք ուզում ենք, որ նաեւ թոշակառուները ակտիվ աշխատանքի շուկայի մեջ ներգրավենք։ Չէ, հիմա այստեղ որոշակի առանձնահատկություններով է, բայց էլի ասենք օրինակ տեսական հնարավորություն չկա, որ 65 տարեկան մարդը եւ ֆիզիկական եւ մնացած տվյալներով կարա համապատասխանի։ Վարչապետ, վերին շեմի մասով եւս այս պայդրությամբ քննարկում ենք, ընդ որում գործող կառուցակարգերով, եթե գերատեսչության ղեկավարը հաշվի առնելով տվյալ անձի կարողությունները, կարող է որոշում կայացնել 1 կամ 2 տարով երկարաձգելու ծառայությունը տվյալ անձի, եթե նույնիսկ սահմանային տարիքը որպես այդպեսին լրացել է, բայց կարծում եմ այս մասով եւս արդեն հաշվի առնելով առանձնահատկությունները կարող ենք լուծումներ նախատեսել, որովհետեւ կարող են լինել այնպիսի ոլորտային ուղղություններ նույն ոստիկանությունում, որտեղ որ տարիքային այդ հատվածը եւս որևէ ինչ-որ արտարոց նշանակություն ունենալ չի կարող։ Չէ, գիտեք ես ինչ նկատի ունեմ, մեր ստեղ խնդրեմն է, թե մենք ինչքանով ենք կարողանում անձի ֆունկցիոնալությունը օբյեկտիվ գնահատենք։ Եթե անձի ֆունկցիոնալությունը մենք կարողանում ենք օբյեկտիվ գնահատենք, օբյեկտիվ համակարգ ունենք, ընդհանրապես տարիքային շեմ դնելը մի քիչ տրամաբանական չի, որովհետև մարդը այդ ֆունկցիոնալությունը կարա կորցնի 57 տարեկանում, 38, 43, 65, 67, չեմ ուզում ավելի բարձր տարիք ասեմ։ Եվ այստեղ էլ է մենք ժողովրդագրության ռազմավարության մեջ ասում ենք, մեր ժողովրդագրական վիճակը հաշվի առնելով մենք պետք է բան անենք, մարդկանց ներգրավենք։ Հետո գալիս ենք ասում ենք համայնքային ոստիկանությունում այսքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, այնտեղ այնքան թափուր տեղ ունենք, եւ մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տենց նախագիծ ենք քննարկում, որ եթե թոշակառուները, այսինքն մեխանիզմներ կան, որ թոշակի տարիքի գտնվող մարդկանց անձանց ներգրավելով մենք փորձենք համակարգերը այնպես կառուցել, որպեսզի թոշակի հետաձգման մեխանիզմներ դնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք ճկուն պետք է առնենք, եթե ճկուն չլինենք, անընդհատ գալիս ենք նույն բաների մեջ։ Այստեղ իմ հարցը էլի տեսեք, հիմա ես մտածում եմ, բայց ես համարձակությունից չի հերիքում, ասեմ, եկեք վերջ տենց անենք, որովհետեւ ես էլի հարց եմ, մենք անձի ֆունկցիոնալությունը կարողանալու ենք օբյեկտիվ գնահատենք եւ արդյոք չի ստացվելու, որ դա էլ է խնդրեմ, որ մենք պոտենցիալ ունեցող թոշակ տարիքով ֆունկցիոնալություն ունեցող մարդուն չգնահատենք, չներգրավենք, բայց ուրիշ ռիսկ էլ կա, որ ֆունկցիոնալություն չունեցող մարդուն անընդհատ պահենք եւ դրա արդյունքում մեր ծառայությունների մեջ ճեղքեր առաջանան։ Այսինքն համենա ու ես առաջարկում եմ մենք այս թեմայի մասին էլի երկար մտածենք, հասկանանք, բայց իրոք դա ըտեղից բխում է։ Հիմա պարոն Մկրտչյանին հնարավորություն տանք, որովհետև ժողովրդագրության ռազմավարության հետ ես հիշում եմ, սա կարմիր թելով այս միտքը անցնում էր, որ մենք պետքա այդ պոտենցիալ օգտագործելու մեխանիզմներ ներդնենք։